Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ միջազգային կառույցների բացակայության պայմաններում Բաքվի դատարանում շարունակում են Արցախի նախկին ղեկավարների գործով դատավարությունները։ Հիմա ապացույցների ուսումնասիրման փուլն է, այստեղից սկսվում է զավեշտը, ապացույցներ, որոնք հնարել են կառավարական կաբինետում։ Այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ դատն է Բաքվում։ Հատկանշական է, որ սիմվոլիկայի սիրահար ադրբեջանցիները հայերին իրենց տխրահռչակ դատաստանի առջև կանգնեցնում են մեզ համար օրացույցում սևով ամրագրված ապրիլի 24-ին։ Բայց խորհրդանիշներն այստեղ չեն ավարտվում։ Հայերի դատերը ծայրից ծայր կեղծիքի վրա հիմնված մեկ նպատակ ունեն՝ խմբագրել պատմության առանձնահատուկ դրվագներ, ադրբեջանցիներին տարիներով բնորոշ որակավորումները վերագրել մեզ հայերիս։ Հայաստանի նախկին պաշտպանն է ասում, նրանց թիրախը ոչ թե Բաքվում գտնվողներն են, այլ ամբողջ հայ ժողովուրդը։ Անասելի խորության ատելություն է հորդում, ամբողջությամբ։ Միայն պետք է տեսնել, թե ինչ աստիճանի կեղծիքներ են ներկայացված։ Հայերը այդտեղ ներկայացվում են դաժան, անողոք, ոչ թե խոսքը վերաբերում է իշխանությունների կոնկրետ ժամանակահատվածի, այլ վերաբերում է հայ ժողովրդին։ Ծայրաստիճան որակավորումները հայերին տարբեր վայրագություններ վերագրելը ոչ միայն պատմությունը խեղաթյուրելու, դրանք իբր թե պաշտոնապես դատարանով արձանագրվող փաստաթղթեր ունենալու համար են, այլ նաև քարոզչական նշանակություն ունեն։ Այսպիսով երկրի ներսում խորանում է ատելությունը հայերի նկատմամբ։ Դատախազները կեղծ փաստաթղթերում գրել են, թե մինչև օկուպացիան հայկական զինուժը հրթիռակոծել ու հրետակոծել է Շուշին ու հարակից գյուղերը։ Այս իրադարձությունների ժամանակ ադրբեջանցիներ են սպանվել, վիրավորվել կամ գերի ընկել։ Ավելի են սրել երևակայությունը, հայկական զինված ուժերը ջրատարներ եւ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր են պայթեցրել ադրբեջանցիներով բնակեցված գյուղերում, լուրջ վնասներ հասցնելով կրթական, առողջապահական եւ այլ քաղաքացիական հաստատությունների։ Նաեւ այս փաստերով են քրեական գործեր հարուցվել։ Նրանք այս կերպ ապացուցում են թեզեր այսպես կոչված այդ արևմտյան Ադրբեջանի ամեն ինչ անելու են ցույց տալու համար, որ Հայաստան գոյություն չունի, հայերի հետ հնարավոր չէ ապրել, հայերն հայտնվել են այս տարածաշրջանում 19-րդ դարում։ Էլ զինվորական, էլ բժիշկ, էլ խեղճ ու կրակ ռանչպար։ Իբր ադրբեջանցի ականատեստ ուժողներ են, որոնք ցուցմունք են տալիս հայերի դեմ, արդար քննություն պահանջում։ Այս ամենի մասին տեղեկանում ենք հատուկ կենտ լրատվամիջոցներից միայն, որոնք ի դեպ բացառապես նույն տեքստերն են հրապարակում, նույն բառապաշարով, նույն խմբագրումներով։ Ամեն հնարավոր քայլ հանուն հայերի հավաքական մեղսագրման։ Ադրբեջանցի իշխանությունների համար հայերի դատը կենսական կարևորություն ունի, այն հաղթաթուղթ է, կեղծիքի վրա հիմնված։ Հայաստանի նախկին օմբուդսմենն է ասում, հենց այս պատճառով են փակված իրավական բոլոր ուղիները, ու եթե վերադարձ, ապա միայն քաղաքական ճանապարհով։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։